Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-5321 եւ հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին, ինչպես նաեւ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Աղազարյան, անդրադառնանք ազգային ժողովի վերջի այս իրադարձություններին, նիստերի ժամանակ, աղմուկ, սուր արտահայտություններ, հայհոյանքներ, ինչու ոչ նաև բռնություն, այս ամենը կարելի է նաև որակել որպես բռնություն։ Երկար տարիներ աշխատում եք հասարակության հետ, երկար արդեն 7 տարի է ազգային ժողովում եք։ Ինչու ենք այսքան իջել։ Ինչու ենք բոլոր հարցերը փորձում բռունցքների միջոցով լուծել։ Որն է այստեղ տրամաբանությունը։ Տրամաբանությունը հնարավոր մտնում եք նախընտրական փուլ 26 թվականից առաջ, եթե չլինի արտահերտ նորից իմ տեսակետի մնում արտահայտություններ եւ հետեւաբար 7 տարվա ընթացքում, հետո մի տարի լրանա 8 տարվա ընթացքում փաստորեն իշխանությունը վարչապետի գլխավորությամբ մեկ մասը չի կատարել հեղափոխությամբ պայմանավորված այսպես կոչված նպատակները կյանքի չի կոչել, ցանկությունները իրականություն չի դարձրել ոչ թե ամբողջությամբ, այլ մասամբ։ Բայց իհարկե որևէ ծրագիր հնարավոր չի 100%-ով կատարել, խոսքը գնում է թե քո չկատարածը ինչքան որակական ազդեցություն է տոնում հասարակության, պետության հետագա զարգացման վրա։ Այստեղ բանկան իրողություններ, որոնք շատ ծանր որակական հետևանքներ կարող են տոնել մեր պետության եւ ընդհանրապես պետականության վրա։ Հիմա ինչ պետք է տեղի ունենա։ Նախընտրական փուլից առաջ, ասենք փաստորեն վարչապետը պետք է փորձի երևի թե հանդես գալ նոր թիմով։ Եվ այստեղ պայմանավորված նաև այդ կրթությունը նորաձև է միջոցառումների շարքը, որ իբրև թե փնտրտուքների արդյունքում, հասարակական շփումների արդյունքում, մարդկանց հետ շփումների արդյունքում, այսպես կոչված ի հայտ բերի նոր դեմքեր եւ այդ նոր դեմքերով ներկայանա ժողովրդին, ասի սիրելի ժողովուրդ, տեսակ, ես ինչ արեցի։ Աղազարյան Հովիկին բալիտվեցի, որովհետև ինքը այսպիսին էր, այս մեկին այսպես արեցինք, որովհետև այսպիսին էր, այս մի քանիսին էլ բան չեն կանում, որովհետև թույլ են իրենց մակարդակով հասարակության մեջ հեղինակություն չունեն, եւ հետեւաբար մենք նոր թիմով ենք հանդես գալիս եւ նոր դեմքերով ենք հանդես գալիս, խնդրում ենք մեզ մի հատ էլ հնարավորություն տվեք, այս անգամ ոչ թե կռվենք միայն Ռոբերտ Քոչարյանի դեմ, այլ Ռոբերտ Քոչարյանի եւ իր որդու դեմ, այսինքն թշնամու կերպար ստեղծելով եւ այլ եւ այլ։ Բայց բոլոր դեպքերում հին թիմից որոշ մարդկանց պետք է վերցնի։ Այսինքն մաքրում է թիմը։ Հին թիմից որոշ մարդկանց պետք է վերցնի։ Ում պիտի վերցնի։ Նկատի ունեք, որ այս ամենը արդեն ով սկսել է պայքարը կռիվա արևի տակ դեղ գտնելու համար, որովհետև ինքը այդ մեխանիզմը դրել է վարչապետը։ Թե ով ցույց կտա, որ թե ինքը ինչքան, քանի Նիկոլա, 1.5 Նիկոլա, 0.8 Նիկոլա, թե 0.3 Նիկոլա, ով 0.7 Նիկոլից վերևա կարա հավակնի թիմում լինելու, ով 0.7 Նիկոլից ներքևա չի կարա հավակնի թիմում լինելու։ Եվ Արսեն Թորոսյանը, պարոն Արսեն Թորոսյանը, որը ընկալվում է հասարակության մեջ որպես կիրթ պատրաստված եւ այլ անհատականություն, ով ուղիղ եթերով նույնիսկ ինքը ասեց, ուղիղ եթեր չէ ներողություն, հաստատության ժամանակ ինքը ասեց, վարչության ժամանակ, վարչության նիստի ժամանակ ինձ ուղղված արտահայտությունը, որ ծանոթանալով իմ հեռախոսի պարունակությանը, ինքը անհարմար էր զգում իմ հետ գտնվել նույն ազգային ժողովում եւ ինքն այդ ասել, ես չեմ ասել, հրապարակային։ Իր ասելուց հետո ես անդրադարձել։ Հրապարակային ասեց, որ ասել ես նույնիսկ վարչության նիստի ժամանակ ասեցի, որ պարոն Աղազարյան, այսքանից հետո մենք ո՞նց կարող եք նույն ազգային ժողովում լինել։ Իհարկե իմ լկտիությունս բավարարեց եւ ես պատասխանեցի վարչության նիստի ժամանակ, ասեցի չեք ուզում նույն ազգային ժողովում լինեք, մանդատը վայր դուք դրեք մանդատը։ Գնացեք, ախպեջան։ Հիմա ազգային ժողովի ամբիոնից հայհոյանք է տեղը։ Այսինքն ես իմ անձնական նամակագրությունն է, ում հետ ինչ ուզեմ գրեմ, այդ իմ եւ մյուս կողմի գործն է։ Իմ անձնական կյանքն է, իսկ դու հրապարակավ այո հասկանում եմ, հենց այդ նույն պայքարը ինքը պետք է աշխատի, օրինակ ինքը համարյա թե 0.9
Նիկոլա։ Բայց սարսափելին ուրիշ բան է։ Սարսափելին այնա, որ այն մարդիկ, որոնք ունեն բավականին լուրջ կեսվածք եւ լուրջ ընկալում հասարակության մեջ, իրանք էլ են տրվում այդ խաղեն։ Եվ արդեն ամեն ինչ արդեն աղավաղում է։ Մարդիկ կան, որ ես զարմացած էի իրանց այդ խոսքը լսել, ամենը չեմ տա իհարկե, եւ կյանքում չէի ուզել այդ խոսքը լսել։ Այսինքն այս ամեն ինչը պայմանավորված է դրանով։ Ով, քանի Նիկոլա 0.5, 0.7, կան արդեն որ նույնիսկ 1.2, 1.3 Նիկոլեն, ասեն գերազանցում են։ Հետևաբար Նիկոլը չի կարող դարձ չվերցնի։ Այդ ամեն ինչ։ Եվ ուզում եք ասել, որ Լևոն Քոչարյանի ելույթի ժամանակ Հակոբ Արշակյանը կարող էր նրան կանգնեցնել, ընդհատել եւ դրանով ամեն ինչ ավարտվեր։ Թույլ տվեց, որ իր մտքերը ամբողջությամբ արտահայտի, որից հետո ինքը արդեն իր ելույթում Ազգային ժողովի նախագահը եւ երկու փոխոսնակները ես հետևում եմ էլի, ասենք։ Այդ օրը նիստին եղել եք դուք, պարոն Ղազարյան։ Ես հետևում եմ էլի, ասենք իմ նախին գործընկերներն են որոշակի բան ունեն վերաբերմունք ունեն յուրաքանչյուրի նկատմամբ։ Հակոբ Արշակյանը որակապես է տարբերվում նիստերը վարելու իմաստով, որակապես է տարբերվում եւ միշտ ինքը միշտ հանդես է գալիս որպես ազգային ժողովի փոքր նախագահ, ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ խմբակցության ներկայացուցիչ կամ փոքր նախագահ։ Ալեն օրինակ եմ Արեն Սիմոնյանը հանդես է գալիս որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ, կոմիտե ասած։ Ռուբինյանը ոչինչ, բայց Արշակյանը շատ իմ համար, միգուցե ես խառնում եմ, էլի բոլոր կարծիքները սուբյեկտիվ են։ Ինքը Արշակյանը ընդգծված իմ նորից եմ ասում պատկերացումներով իմ արժի համակարգով ճիշտ դիրքորոշում ուներ։ Ինքը պետք է ընդհատեր Լևոն Քոչարյանին իր բանի կարգավիճակից ելնելով։ Պետք է ընդհատեր եւ դիտողություն աներ։ Դիտողություն չաներ, կներեք բարես համար, որ ինքը ասում է դուրս կշպրտեն բան, ոչ թե դուրս շպրտեր, այլ դուրս հրավիրեր բանի համապատասխան կետերով, մեր աշխատակարգի համապատասխան կետերով դուրս հրավիրեր, չէր հրավիրվի, արդեն կդիմեր ուրիշ քայլերի, բայց ինքը թողեց այդ մարդը արտահայտվեց, շատ տեղերում ասենք բան, մի քիչ դուրս եկավ իհարկե ցենզուրայից, ես համաձայն եմ, թողեց ազգային ժողովը անտեր եկավ ելույթ ունեցավ, համ ելույթ ունենում, համ նիստը ղեկավարում էր։ Դա էլ էր, ասենք դա էլ էր անթույլատրելի։ Մեկը պետք է նախագահին, որ ասենք դիտողությունը որ կարգի հրավիրվեր, ասենք դե մարդ ենք։ Էմոցիաներ եւ այլ։ Դա բանանություններ էր։ Պետք է Արշակյանը վարվեր այն ոճով, որ ոճով ինքը միշտ առաջնորդել է։ Այսինքն սա մտածված քայլ էր, որպեսզի Ես չեմ կարող ասել մտածված քայլ։ Ես երբեք չեմ մտնում դավադրությունների դաշտ։ Ես արդյունքով եմ դատում։ Մտածված է, թե մտածված չէ։ Ամեն դեպքում կար հնարավորությունը ոչ նմանատիպ ընթացք ունենալ նիստը, կարելի էր կանխել։ Քաղաքացիական պայմանագիրը եւ իշխող ուժը պատճառաբանում է, որ այս զարգացումները հիմնականում հետևանք են գլխավոր դատախազի վերջին զեկույցից, երբ հայտարարվեց Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը մանրամասն եւ հայտարարում են, որ կարծես թե իրականություն պետք է դառնա այդ բռնագանձման գործընթացը։ Դուք եք համամիտ, որ ամեն ինչը դրա հետ է կապված։ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը կրկնապատկվել է կամ եռապատկվել է մեր իշխանության օրոք։ Մեր իշխանությունները իմանալով, որ այս ընկերությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, կարելի էր ինչ օրենսդրական ինչ ճանապարհ գտնել, թույլ չտար, որ այդ ընկերությունները ենթադրեն, էլի, իրավական ճանապարհ։ Թույլ չտա, որ այդ պետական գրումները արվել այդ ընկերություններից գոնե։ Բայց իր ունեցվածքը եռապատկվել է երևի մեր իշխանության օրոք։ Այսինքն այդ 100-120 միլիոնը որ ասում են, մոտավորապես որ հաշվում են, բաժանենք 3-ի դառնում է մոտ 40 միլիոն։ Այդ 40 միլիոնից մի մասն էլ ինֆլյացիայի հետևանքով է ինքը որպես արժեք բարձրացել։ Այսինքն երևի թե Սեթրակ Քոչարյանը ինչ որ բան գնել է, ասենք $100,000, հիմա դա դառնա 3 միլիոն, ենթադրենք։ Հետևաբար այն ժամանակ, երբ որ մեկ եկան իշխանության, արագ այդ հարցերը պետք է լուծվեր։ Արագ պետք է այդ հարցերը լուծվեր եւ մոտեցումը լիներ կոնկրետ, որ իսկապես այստեղ հիմա ժողովրդի համար շատ էական չի
Բայց գիտեք, որ ժողովուրդը արդեն հոգնել է։ Այդ եմ ասում, շատ էական չի $100 այս կողմ $100 կողմ։ Ժողովուրդը արդարության զգացողություն ուզում ունենալ, ուզում է որ ինքը զգա, որ ինքը տեր ունի, պետություն ունի, իշխանություն ունի եւ արդարացի այդ իշխանությունը։ Անարդարության զգացողությունը կեղեքում է, ժողովուրդը չի հասկանում, եթե կառավարությունը չի կարողանում ճապոնական այդ չգիտեմ որն է, Toyota որն է։ Մեքենաները այո։ Վերջ արտադրողից ձեռք բերի, այդ ձեռքա բերում Ռոբերտ Քոչարյանի ֆիրմայից, ասեմ մարդիկ սկսում են մտածել, սա իշու հարցերը իր մեջ պարունակում, թե ուղղակի դե ազատ շուկայական հարաբերություններ են, հարմար գներա եւ այնտեղից էլ ձեռք են բերում։ Միգուցե դա այդպես է։ Դե եթե այդպես է, ուրեմն չխոսակ ասեք $4 միլիարդ ասպեկ բան ուներ։ Մենք ես էլ եմ ասել։ Ես իմ հաշվարկներով ընդհանրապես միջև հեղափոխությունը $20 միլիարդ պետությունից կորել է։ Մաթև ուր է գնացել, Ռոբերտ Քոչարյանը մոտ է գնացել, Սերժ Սարգսյանը մոտ է գնացել, բաշխվել է մյուս օլիգարխների մեջ, այդ նաև Խաչատուր Սուքիասյանի, պարոն վարչապետի սրտի օլիգարխին մոտ է գնացել, չգիտեմ, իմ համար Խաչատուր Սուքիասյան, իմ համար Ռուբեն Հայրապետյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ այդ պարիդրան իմ համար բոլորը նույնն են։ Իմ պայքարը եղել է դրանց դեմ, որպեսզի իրանք գան իրավական դաշտ եւ այն ինչ որ ապօրինի ձեռք են բերել, հետ բերվի պետությանը։ Սա աղավաղվել է, ամբողջ աղավաղվել է, հիմա Ռոբերտ Նիկոլ Փաշինյանը փաստորեն սափրվելուց հետո ինքը փորձեց հանդես գալ նոր կերպարով, բայց շատ արագ այդ կերպարը աղճատվեց։ Հիմա նորից անդրադառնանք ամեն դեպքում ազգային ժողովում մենք իրադարձություններին հետևում ենք, մենք խոսում ենք նիստերի ժամանակ այդ բառամթերքին, որ օգտագործվում է падգամավորների կողմից, նույնը նաև ճեպազրույցների ժամանակ են օգտագործվում։ Օրինակ Արթուր Հովհաննիսյանն ասում էր, որ սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, այլ կատրուսիկով չենք թողնում։ Սա ինչի մասին է խոսում։ Ոչ միայն նիստերի դահլիճում, նույնիսկ լրագրողների հետ այդ ճեպազրույցների հասկանալով, որ չես կարող չհամաձայնել պարոն Հովհաննիսյանի հետ, որովհետև իսկապես դալաններում ես չեմ լսել ու դալաներում ծեծածել են, հիմա բաց այդ ամենը շտարվում, թափանցիկ եւ ժողովրդի թափանցիկ Նորքի թաղապետը ծեծի ենթարկեց բլոգերին։ Ոչ չհամաձայնվեց։ Բայց որքանով է սա, որտեվ ես ինչու եմ ասում, հանրությունը չի ուզում այլևս տեսնել նման որակի ազգային ժողով, падգամավորներ, բառամթերք։ Հանրությունը չի ուզում տեսնել, հիմա մենք կանգնած ենք շատ դժվար իրավիճակի առաջ։ Ես որպես քաղաքացի, նաև որպես գներեք քիչ թե շատ անցյալ ունեցող քաղաքական մարդ, գտնում եմ, որ մենք շատ դժվար վիճակի առաջ ենք կանգնած։ Մենք ունենք մի հատ սյուն, որի վրա դրված է մի հատ ձող, այս ձողի մի ծայրում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ նրա առանցքի շուրջ մարդիկ, այս մի ծայրում Նիկոլ Փաշինյան իր թիմով։ Եվ իրանք հավասարակշռում են իրար։ Արդեն հավասար են։ Չէ, հավասարակշռում են, պահում են իշխանությունը։ Կարող է էսի մի քիչ երկար այս բանը, բայց հավասարակշռումը պահված է ինչ իմաստով։ Իշխանություններով պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մյուսների գոյությունը եւ հարատևումը եւ բարգավաճումը, իրանցով էլ պայմանավորված է որպես բուբոյի կերպար, հեսա հիմա մի գլուխ էլ ավելացել, Լևոն Քոչարյանն էլ ավելացել, հեսա սերի ժողովուրդ տվեք հնարավորություն, մենք հիմա տեսեք ինչ ենք անում սրանց։ Իրանք էլ որպես բուբոյի կերպար են ներկայացնում եւ պահում են իշխանությունը։ Հանկարծակի եթե իրանք չլինեն, բնականաբար ցանկացած մեկն բանը Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյան ընտրության մեջ ընտրությունը կկատարի նորից Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար ինչա պետք է անել։ Այս սյունը պետք է տակից հանել, այդ հավասարակշռությունը խախտել, հասարակության այն մասը, որ ոչ նրան ընդունում, ոչ նրան ընդունում, կոնսոլիդացնել եւ փորձել երկուսին էլ հեռացնել, ոչ ամբողջությամբ չես կարող հեռացնել, բայց հեռացնել համենայնդեպս պետական կառավարման համակարգից։ Դե հիմա հավասարակշռությունը խախտելու համար, այսինքն քանդելու համար սկսվել է նաև իմպիչմենտի գործընթացը։ Դա քայլերից մեկն է։ Մենք ասեն նախաձեռնել։ Ստեղծում են նոր ուժեր, նոր դուք ինքներդ փորձել ձեր քաղաքական ուժի մասին կարող ենք խոսել, այսինքն այդ գործընթացները հիմա որքանով է նպաստում, թեկուզ իմպիչմենտի գործընթացը, դուք գտնում եք, որ դա ինչ որ դրական տեղաշարժ ունենալու է կամ հաջողելու է, թե ոչ։ Մենք նախաձեռնել ենք իմպիչմենտի գործընթացը, պարոն Ասլանյանը եւ ես, մեր կուսակցության վարչության որոշմամբ, եւ այսօր մենք տեխնացուի, մեր վարչապետի տեխնացուի անունը կայտարարենք այսօր, երևի ժամը 2-3-ի կողմերը վարչության նիստից հետո կայտարարենք, սա
քաղաքական օրենքներով սահմանադրությամբ թույլ տրված քայլ է, որը արվում է, որը շատ բան պիտի ապացուցի։ Օրինակի Այսինքն համար։ սա իլյուստրացիա է լինում։ Օրինակի համար ինչ պիտի ապացուցի այդ քայլը։ Այդ քայլը պիտի ապացուցի, թե որքանով են, ասենք ընդդիմադիրները կամ պատգամավորները, որոնք անհանգստացած են, հետևողական իրենց կեցվածքի վրա կպարզի այդ ամեն ինչը։ Երկրորդը, ասենք թե կհավաքվի 30 ստորագրություն կամ 20 ստորագրություն կհավաքվի, 25 ստորագրություն կհավաքվի, եւ վարչապետը գիտի, որ այս ստորագրությունների հավաքելու թիկունքում կանգնած են Հակոբ Ասլանյանը եւ Հովիկ Աղազարյանը, իրենց նախաձեռնությունն է։ Եվ եթե կանգնած են իրենք, ապա իրենց մեր մոտեցումները վարչապետը շատ լավ գիտի։ Մենք անհանգստություններ ունենք, որ վաղ չեմիսորը, վաղ կամ միսորը կարող է պատահի իշխանությունները թույլ տան քայլ, որը անդառնալի հետևանքներ ունենա մեր պետականության վրա։ Եվ հետևաբար վարչապետը կմտածի, բա որ հանկարծ մոտիկանամ այդ քայլը կատարելուն, բա որ ավելի Աղազարյանը եւ Ասլանյանը ավելի բաց խոսան այդ թեմայի շուրջ, անհանգստությունը կիսեն, բա որ բանալն է, այդ դեպքում 20-ը դառնա 36 եւ հետո էլ արդեն դառնա 54։ Հետևաբար վարչապետը ինչ կանի։ Վարչապետը կզգուշանա կամ այդ քայլը կատարելուց առաջ մի վայրկյան կմտածի, մի ավելորդ վայրկյան եւս կմտածի, որ նա ինչա ինչ չի։ Անի այդ քայլը, թե չանի այդ քայլը։ Այսինքն մեր քայլերը բաց քաղաքական քայլեր են, որը ի նպաստ է պետականությանը եւ մենք էլ հետապնդում ենք մեր քաղաքական, ասենք կապիտալը բանալու։ Պարոն Աղազարյան, դուք ուզում եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը եթե ինչ-որ մի բան որոշի, նա այնքան պետք է մտածի եւ այդ ունի այդ քաղաքական վախի զգացողությունը։ Վախի մասին չի Կամ խոսքը։ կանխի ինչ-որ դուք ասում եք, որ ձեր գործընթացներով Ես օրինակ ես երբեք Նիկոլ Փաշինյանին չեմ համարի դավաճան։ Ես երբեք Նիկոլ Փաշինյանին չեմ համարի, որ վախկոտ է։ Չեմ համարի, որ վախկոտ է, չեմ համարի, որ կաշառակեր է, երբեք։ Պարզ հասարակ ձևակերպում եմ տալիս, պարզ հասարակ մարդկային ձևակերպում եմ տալիս։ Ճանաչելով իրան, հետ լինելով մի թիվում, հետևելով իր վարած քաղաքականությանը, ես եկել եմ այն հեզակացության, որ ինքը որպես ինքը սպառվել է, քաղաքականապես է սպառվել, սոցիալապես է սպառվել, մարդկանորեն է սպառվել, բարոյապես է սպառվել։ Եվ այդ որակների մասը չի կարելի պետության ղեկավար։ Ինքն է սպառել, թե թիմը տարավ դրան, որ նա սպառվի։ Իրա պատճառ, բա հիմա պետք է որ գնում արևի տակ տեղ գտելու համար ազգային ժողովում եւ ընդհանրապես դրացած չեպազորությունների ինչի համար է, բա ինքն է այդ իրավիճակը ստեղծել։ Ով է բարձր գոռն Նիկոլ, ուրեմն ինքը 0.7 Նիկոլ է, մի քիչ ավելի բարձր գոռացողը, դառնա 0.8։ Կան դեպքեր նորից եմ ասում, որ արդեն 1.2, 1.5 Նիկոլներ են։ Ինքն է այդ վիճակը ստեղծել, չպիտի այդ վիճակը ստեղծել։ Ինքը մասնավորապես կներեք մեր անուններն եմ տալիս անընդհատ Ասլանյան եւ Աղազարյան այսպես կոչված թիմից վռնդելու բանով ձեզ դրա համար հեռացրեց։ Իհարկե, շատերին սաստեց, որովհետեւ մենք մեր տարիքի բերումով, մեր կյանքի փորձով եւ այլը համարձակվում ենք երբեմն բանը ինքնուրույն տեսակետ հայտնել, որը կարող տարբերվել վարչապետի տեսակետից, նորից սխալվելու իրավունքով, բայց մենք իր համար դառնում ենք խանգարող հանգամանք։ Նույնիսկ Այսինքն ձեր հեռացումով խոսակցությունները գալիս հասնում մեր ակարդին, որ այսպես կոչված որքանով դա չի, որքանով սուտ ես չգիտեմ, որ այնպես չանեք գցեմ Աղազարյանի օրը ձեզ։ Փաստորեն ձեզ հեռացնելով նա դաշտը բացեց մնացած բոլոր աղմուկողների եւ գոռացողների։ Եղել է 1-2 դեպք, որտեղ ես միայնակ խմբակցությունում հարց եմ բարձրացրել կամ դեմ եմ արտահայտվել եւ իմ տեսակետը հետո դարձել ընդունելի բոլորի համար, որը ընդունելի չի եղել վարչապետի համար։ Այո։ Անգծված ընդունելի չի եղել։ Ես իմանալով որ ինքը ուրիշ տեսակետ է, ես գնացել եմ այդ քայլին, բայց այնպես փաստարկներ են բերել, որ իմ գործընկերները ընդունել են եւ հետո եղել է այնպես, ինչպես ես ասենք գտել եմ որ ճիշտն է այդ բահին։ Մի դեպքում այդպես եղավ միջև, մյուս դեպքում վարչապետը դիմեց խորաման քայլի Եվրաքվեի հնարք օգտագործեց այդ ուժերի եւ թիմին կանգնացրեց փաստի առաջ։ Չեք կարծում որ սա շանտաժ է սեփական թիմի հանդեպ։ Հա, բուն։ Իհարկե։ Եվ ով կենթարկվի, նա կմնա թիմում, ով չի ենթարկվի, ձեզ նման։ Չէ, ոչ թե կմնա թիմում, ով ենթարկվի, նա արևի տակ տեղ կունենա, հիմա թիմում թե թիմի կողքին, թե ինչ-որ պաշտոնում դա ուրիշ հարց է։ Ով ենթարկվի, ով բան կանի, ով չէ, արդեն եկել այդ վիճակին, բադրամար եմ ասում, ինքը գալիս է ավտորիտար ղեկավարման ռեժիմին է գալիս, արդեն ինքը որևէ մեկին չի վստահում։
եկել է ավտորիտար ղեկավարման ռեժիմի եւ եթե ղեկավարը չի լսում իր թիմակիցների տեսակետները դրանց հիման վրա չի ճշգրտում իր մոտեցում այս կամ այն քայլի հետ կապված եւ ես որպես թիմի անդամ մտածում եմ նախ եւ առաջ ոնց ասեմ որ իմ ասած խոսքս հաջող լինի վարչապետի ականջին ոչ թե ես հայտնեմ իմ կարծիքը որը կարող սխալնի կարող ճիշտ լինի վարչապետը կարող օգտվի կարող չօգտվի այդ արդեն վсё արդեն վերջանում է ամեն ինչ դառնում ավտորիտար ռեժիմի ժամանակ բոլոր որոշումները կայացնում է ղեկավարը բայց ղեկավարը քանի որ մարդ է մահկանացու է հնարավոր է չէ մի անգամ երկու անգամ սխալվի մենք էլ գտնվում ենք այնպիսի իրողությունների մեջ որ մի անգամվա սխալը կարող դառնա ճակատագրական պետականության համար մի հատ սխալը մենք այդ հավանական սխալները կատարելու նախաշեմին ենք եւ նաեւ դրանով պայմանավորված պարոն Նարեկ Մարյանի եւ Էդգար Ղազարյանի այսպես կոչված նախաձեռնած impeachment-ի գործընթացի բանանել պատասխանելու եւ նախաձեռնելու մեր պատրաստակամությունը Բայց Էդգար Ղազարյանի չընդունեցին փաստորեն ազգային ժողովում, չէ՞, այդ impeachment-ի հետ կապված ի՞նչն էր խնդիրը, որպես քաղաքացի նա իրավունք ուներ։ Չէ, որոշները ընդունել են, որոշները չեն ընդունել։ Ասենք հիմա բանը Ռուբենյանի հետ պետք է ունենար հանդիպում, որը չեղավ։ Չեղավ, դա ճիշտ չէր։ Ռուբենյանի կողմից դա ճիշտ չէր։ Պետք է ընդունել զրուցել։ Ես չեմ կարծում, որ Էդգար Ղազարյանը անես բաները ասում, որ անկարելի է լսել կամ բանանել։ Լսի, քննարկի, բանարա, տեսակետը հայտնի, տեսակետը որ անհիմա բաներ են ասում էլի։ Այսպեսի մի հարց էլ Եթե սա ազգային ժողովի նիստերի դահլիճում ամբիոնից տեսախցիկների արժև է այս ամենը, իսկ փակ նիստերի այդ քննարկումները ինչպես են ընթացել, նորից նույն բառամթերքով, նույն Փակիստերի երկաթունի խմբակցության նիստերը։ Այո, խմբակցության նիստերը, եթե մարդիկ այսպես ազատ են նիստերի դահլիճում, խմբակցության ժամանակ մեր խմբակցության անդամներն են եւ հետեւաբար այդտեղ չկա նման վերաբերմունք, այսինքն սա միայն ընդդիմության ներկայության ժամանակ է այս իրավիճակը ստեղծվում։ Թիմի մեջ ասենք ինչ խոսած, թիմի մեջ ոչ ես կարող դու ասենք թիմակիցի հետ կապված է Իսկ եթե մարդիկ կարող են իրար մեջ խոսել Սուր վիճաբանություններ, սուր քննարկումներ, բաներ, հա իհարկե եղել են։ Շատ նորմալ բնական վիճակ է դա, ես որևէ բան չեմ տեսնում։ Բայց բոլոր դեպքերում իմ կյանքի կարդացած ամենալավագույն գրքերից մեկը Ճանճերի կղզին եւ մեկն էլ բանա, այդ ողորելի անասնաֆերման էլի որ ցույց նկարագրվում է, այդ երկուսում նկարագրվում է, թե ոնց է հասարակությունը ձևավորվում։ Ինչ էլեմենտներ կան, եւ եթե դու չես գիտակցում, օրինակ համար, եթե դու կաշառակեր ես, չէ, եթե դու չընդունես, որ կաշառակերությունը դա վատ բան է, կաշառակեր լինելով հանդերձ, ապա դու վտանգավոր մարդ ես։ Դու պիտի պաշտոն բան չունենաս, որովհետեւ դու եթե կաշառակեր ես ու չես գտնում որ կաշառակերությունը դա վտանգավոր է պետականության համար, կոռուպցիան վտանգավոր է պետականության համար, դա վտանգավոր մարդ ես։ Իսկ եթե դու գտնում ես, դու կաշառակեր ես ու գտնում ես որ կաշառակերությունը բանը վտանգավոր է պետականության համար, բայց խելքդ այնքան հերիքում է որ դա դեմ պայքարի, գործի կազմով, ինստիտուցիոնալ, այդ եթե ինստիտուցիոնալ էլեմենտները չեն դրվում, դառնում ես անասնաֆերմա, դառնում ես Ճանճերի կղզի, ինստիտուցիոնալ բաներից մեկը որ մեր կուսակցության ծրագրում կա, օրինակի համար, հակակոռուպցիոն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է տրվի ընդդիմությանը։ Ինչ ընդդիմություն ուզում է լինի, ոչ թե բերես խորհրդանում քվեարկես հաստատես անդամներին, ոչ։ Այս հանձնաժողովը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օրինակի համար ընդդիմությանն է, եւ թող ընդդիմությունը նշանակի մարդկանց եւ թող այդ մարդիկ քո թիմի մեջ, իշխանական թիմի մեջ կոռուպցիոն դրսևորումները ի հայտ բերեն։ Հետո ինչ իրավական փաստացես դուր, բայց եթե դու ետել ես վերցում քո ձեռքը, որպեսզի դա որպես լծակ օգտագործես, յուրային կաշառակերներին պահես, մի քիչ դիմագիծ ունեցող կաշառակերներին դուրս մղես, դա չեղավ։ Պարոն Ղազարյան, մենք զանգեր ունենք, մեկ զանգի պատասխանենք, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև Տիկին Պետրոսյան, բարև պարոն Ղազարյան, ասեմ որ ես զանգարում գնալիս եւ մեր մոտ է իլյուսիոն ձեզ պաստառը պարզապես սառած է, մի փոքրիկ տեղեկություն ձեզ տեխնիկական թիմին, բայց ես այսի հարց կտամ պարոն Ղազարյանին, ողջունում եմ ձեզ նատապանի եթերում պարոն Ղազարյան, միջև հարցս ես ձեզ ասեմ կարճ թե ինչու է սպառված պարոն Փաշինյանը եւ հետո հարցը կտամ պարոն Փաշինյանի այդ քաղաքական վիճակը սպառված է որտեղ նախ նա բոլոր իր խոստումները
գաղթներն, այսինքն դուք ցանկանում եք գերադասում եք կապել պահերը ռեգիոնի Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան պետությունների հետ, իսկ դրա պատճառը այն է, որ ձեր թիմի պաշտպանող օլիգարխները, այդ թվում Խաչատրի Սարգսյանը, օգտվում են Ռուսաստանից։ Հարցը այսպեսին է, պարոն Աղազարյան, դուք բացել եք հիմա ձեր թիմը, ձեր առանձին քաղաքական ուղղությունը, վերջերս նույն տապանին եթերում հայտարարեցիք, որ դուք փաստորեն չեք գտնում, որ Հայաստանը պատրաստ է Եվրոմիությանը միանալ, այսինքն դուք գերադասում եք ռեգիոնի երկրների հետ մնալ, այսինքն դուք ռեգիոնալիստ եք, ինչպես կայացային որոշ վերլուծաբան է, սա ասացեք խնդրեմ, եթե ըստ հարցումների 60%-ը հանրապետության ձեր ցանկանում է միանալ Եվրոմիությանը, բայց դուք ձեր քաղաքական ուղղությամբ գերադասում եք մնալ ռեգիոնում, այսինքն համահունչ եք հանրապետության մեծամասնությանը, ինչ հույս ունեք, որ դուք ձեր քաղաքական թիմը առանձին կունենա որևէ հաջողություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Հա, ես իմ պատկերացումներով, իմ մոտեցումներով ռեգիոնալ ինտեգրացիայի կողմնակից եմ։ Ես գտնում եմ, որ մենք Եվրոմիություն կարանք Եվրոմիություն հայտ ներկայացնելու մակարդակի կարող ենք հասնել երևի 20-30 տարուց հետո ոչ շուտ բոլոր առումներով եւ հետաքրքիր դուք բան եք ասում, ասում եք 60%-ը բանը Եվրոմիության ինտեգրացիայի կողմնակիցներ են։ Ես չգիտեմ այդպիսի տվյալ, բայց եթե այդպիսի տվյալ կա, ապա հեսա կլինի 26 թվականի ընտրությունները կամ արտահայտությունները, չգիտեմ, եւ այդ 60%-ը կընտրեն այն մարդկանց, ինձ դուրս կմղեն որպես ռեգիոնալ ինտեգրացիայի կողմնակից, պարոն Ասլանյանին դուրս կմղեն, մեր թիմին դուրս կմղեն, կընտրեն այդ մարդկանց, այդ ուժերին կընտրեն եւ այդ ուժերը մեր երկիրը թող տանեն Եվրոմիություն։ Եթե ես ինչ-որ տեսակետ ունեմ, չի նշանակում, որ ես գտնում եմ իմ տեսակետը ամենաճիշտն է։ Կարող է սխալվում եմ։ Ժողովուրդը ինչ որոշեց, ես ծառայեմ կենթարկվեմ, բայց իմ տեսակետը կհայտնեմ, իմ պայքարը կտանեմ։ Մենք ոչ մի ձևով պատրաստ չենք Եվրոմիություն նույնիսկ հայտ ներկայացնելու մակարդակին, ոչ մի ձևով։ Պարոն Ասլանյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։
Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +188 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Պարոն Աղազարյան, դուք խոսեցիք հասարակության ձևավորման մասին եւ օրինակներ եք բերում։ Մեր հասարակության պատկերը հիմա փորձենք այս 2 օր այնքան իրադարձություններ տեղ ունեցան, հատկապես դպրոցներում։ Անդրադառնանք Մղճան գյուղի դպրոցի իրադարձությանը թմրանյութերի հետ կապված ծնողներն ահազանգում են, որ 4-րդ դասարանի երեխաներին զուգարաններում բարձր դասարանի տղաները կապել են, իրենց սպիտակափոշի այդ զանգվածն են երեխաների ստիպողաբար տվել եւ դեպքը եղել է 2024 թվականին, բայց 2025-ի ապրիլին նոր ծնողները նկատել են, որ երեխաները գումարներ են տանում տանից այդ ամենը ձեռք բերելու համար։ Մյուսը դա արդեն շատ մեծ աղմուկ բարձրացած Մերձավանի դպրոցի միջադեպներ նորից աշակերտների, ծնողների մասնակցությամբ։ Հասարակության ձևավորումը մենք գիտենք, որ ընդհանրապես մարդը ձևավորում է դաստիարակությունը ստանում է ընտանիքում, մանկապարտեզ, դպրոց եւ շարունակաբար։ Որտեղ ենք թերացել։ Մենք սիրում ենք ասել, մենք այս ազգն ենք, մենք այսպիսին ենք։ Գիտեք, երբ փորձում են հերքել, որ մենք այդպիսին ենք, որպես հայ ժողովուրդ, հայ ազգ, ես ինքս չեմ կարողանում դրա հետ համակերպվել, ես համարում եմ, որ մենք այդպիսին չենք, որ հիմա մեզ փորձում են այդպիսին ներկայացնել։ Որտեղ ենք այս 7 տարիները փաստորեն ձեր իշխանության օրոք դպրոցի ուսուցչի այս ինստիտուտները գնալով ինչ եղան, վարկաբեկվեցին, բաց թողեցին, արտոնություններ տվեցինք։ Ինչի մասին է խոսում հենց այս դպրոցի 2 միջադեպերը։ Ընդ որում Կրթության գիտության փոխնախարարն ասում էր, որ 700-ից ավել աշակերտ ունենալու դեպքում դպրոցներում պետք է անցակետեր դրվեն, այսինքն այդ թմրանյութերի հետ կապված, որ կարողանան վերահսկողություն։ Սա ինչի մասին է խոսում այս քաոսը։ Սա խոսում է հետևյալի մասին։ Բարսեղյան պետական պաշտոնյաները ամբիոնից, ազգային ժողովի ամբիոնից իրենց բառամթերքը, ասենք խոսելով քրեական ենթամշակույթի դեմ, իրենք այդ բառամթերքով են խոսում քրեական ենթամշակույթի դեմ։ Պայքարի փոխարեն նպաստում են։ Այո, իրենց քայլերը, իրենց վարկագիծը բերում է, որ բանա, տես դու կարծես թե դու թաղի տղա ես, կարաս խոսաս այդպես, ես չեմ կարես, ձեզ հետ միջադեպը հենց Արգիշտի Քարոյանի հետ։ Քուչայի մեծացած տղա եմ, աղբեր հագար չմտած չփոթես, բան։ Էլի հաշվենք, որ պահի տակ կարող է որևէ մեկը թույլ տա իրեն նմանատիպ արտահայտություն։ Բայց ինքը եթե չգիտակցի, որ դա սխալ բան է, սխալ ճանապարհ է, ապա մենք տեղ չենք հասնի։ Ես ինչքան որ կարդացել եմ, ինչքան որ կինոներ եմ դիտել, ինչքան որ բան եմ արել, այդ բանը քրեական ենթամշակույթի բարձրաստիճան ներկայացուցիչները որոնք կան, որևէ մեկը չի մտածում, չի երազում, որ իր տղան կամ իր աղջիկը դառնա քրեական ենթամշակույթի բան ներկայացուցիչ։ Իրանք երազում են, որ իրաց տղան դառնա երաժիշտ,
պատմաբան, աղջիկը դառնա երաժիշտ, ուսուցչուհի, բժշկուհի, իրանք դեպ են երազում։ Այսինքն գտնում եմ, որ այդ կյանքը ճիշտ չի, բայց այդ կյանքը խի առաջանում, քրեական երթամշակույթը խի մինչև այսօր մեր մոտ տեղի ունի։ Որովհետև մարդկանց կողմից դատաիրավական համակարգի նկատմամբ վստահությունը 0 աստիճան է։ Եվ հետևաբար իրենց հարցերը լուծելու համար դիմում են նմանատիպ մարդկանց, որոնք արդեն առաջանում են, փոխանակ այդմ դատարաններ են գնեմ, քաշքշուկի մեջ են գնեմ, ես կմեկում, հետո գտամ Գևորգ Ձաձայի մոտ, կասեմ, խնդիր կա Հովիկի հետ աղազարի մոտ, ես Գևորգ Ձաձային չստանում եմ, կարող Գևորգ Ձաձան կանչում ասում, պարոն աղազարյան, դե անհարմար է, բան ասես, վերջը, առաջանում է այդ ձևի։ Ես, որպես պատգամավոր, հայտնի դեպքերով պայմանավորված, ես իմանես իրավիճակներում եմ, որ տեսնում եմ, որ մենք ծաղկեցնում ենք քրեական ենթամշակույթ։ Իմ օրինակ, ես թույլ չեմ տա բացահայտումներ անել երկու պատճառով, որով մեկը նախ իմ հանձի հետ է կապված, եւ երկրորդ պատճառով ասենք գնում նախաքանություն է գնում, ասենք ինչ-որ բաներ ավելորդություններ չասեմ, բայց ես հավատացնում եմ ձեզ, որ մենակ իմ մշակույթ, իմ հետ կապված ես հասկանում եմ, որ մենք քրեական ենթամշակույթի պայքարը հասցրել ենք շատ վնասներ ենք տվել։ Եվ այդ ամեն ինչը տարածվում է դպրոցներում։ Դպրոցներում է տարածվում, բանակում, դպրոցներում է տարածվում։ Ավակ դպրոցի 9, 10, 11, 12 դասարանի տղաների համար ամոթ է դասի գնալը, ամոթ է դասի գնալը։ Վերջերս ներողություն եմ խնդրում, ձեզ ընդհատում եմ, վերջերս նույնիսկ բարձրագույն բուհերում եղավ, երկու աղջիկների ծեծը եղավ, բռնցքամարտիկ աղջիկը ծեծի ենթարկեց փաստորեն ցածր կուրսի աղջիկ։ Դե հա, բան չեմ ասում։ Մենք այդ միայն տղաների մասին ենք դեռ խոսում։ Իհարկե, դե տարածում է տարածում, ի՞նչ տարբերություն։ Առանձին դեպքեր չասենք, մարդ ենք ամեն բանը, առանձին դեպքեր հանրագումարի ենք բերում դրանք արդեն պատկերն են։ Հիմա ինչ արա, ոնց պիտի մենք պայքարենք այդ ամեն ինչի դեմ։ Մենք այդ ամեն ինչի դեմ պիտի պայքարենք ժամանակի շնչին միայն դատապարտում ենք, պարոն Աղազարյան, տեսեք կարծիքներ եղան նույնիսկ Մերձավանի դպրոցի հետ կապված, ոմանք կանգնեցին պատմության ուսուցչուհի կողքին, ոմանք ընդհանրակառակը կոլեկտիվի եւ այլն, բայց ամեն դեպքում որքանով էր հարիր այս պատկերը։ Հիմա ես մի քիչ չեմ կարող մեղավորներ եւ ոչ մեղավորներ։ Մեղավորներ չենք երևույթը սարսափելի է, որ դեսի բան, ասենք դառնա բացահայտման բան, ասենք իհարկե ես երբ դպրոցական եմ եղել, դա եղել է միլիոն տարի առաջ։ Մանկավարժի բայց մենք ուսուցչի նկատմամբ ասենք մեր վերաբերմունք ասենք բոլորովին լրիվ ուրիշ էր։ Հիմա դա շատ արժեզրկվել է այս վերջի 30 տարվա ընթացքում արժեզրկվել է եւ մենք էլ այս 7-8 տարվա ընթացքում որևէ էական բան ես չեմ գտնում որ արել ենք, չենք արել որևէ էական բան։ Այս ատեստավորում է բանը, դե եթե կրթությունը նորաձև է, եթե քո դպրոցը չի տալիս կրթություն, ապա այդ արգաները, կրթական արշավները արդյունք չեն տա։ Արդյունք չի տա։ Ես, երբ որ ընդդիմություն էի, իշխանություն չէի, ես ասում էի, համարում եմ անբարոյական այն իշխանությունը, որի բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները չեն հաճախում պետական ուսումնական հաստատություններ։ Այդ իշխանությունը անբարոյական է։ Հիմա ինձ էլ էին ասում, պարոն Աղազարյան, ձեր դեպքերում էլ է ձեր բանկա, հիմա նորից եք համարում այդ իշխանությունը անբարոյական։ Այո, իհարկե համարում եմ անբարոյական, եւ ասել եմ, որ այդ իշխանությունը, որը իր բարձրաստիճան պաշտոնյաները չեն հաճախում պետական ուսումնական հաստատություններ, այդ իշխանությունը անբարոյական իշխանություն է։ Դու չես վստահում քո ղեկավարած հիմնարկին, այն շարքային քաղաքացուն ո՞նց ես ասում քո երեխուն բերես դպրոցը։ Քո երեխուն տանում ես ուրիշ դպրոց, կամ տանում ես դրսերը սովորելու։ Բայց ինչքանով ես վստահ որ քո երեխան է մեր ապագա Սերգեյ Մերգելյանը, Վիկտոր Համբարձումյանը եւ ոչ թե շարքային երեխան կարող դառնալ մեր Վիկտոր Համբարձումյանը, չէ՞ որ քո երեխան է մինչեւ 18 տարեկան, երբ որ չափահաս է դառնում, երբ որ չափահաս է դառնում բոլորիս երեխեքը դառնում են մեր հասարակության անդամներ, բոլորիս երեխեքն են դառնում այդ իմաստով, բայց դու պայմաններ պետք է ստեղծես։ Պայմաններ ստեղծում են Նիկոլ Փաշինյանը այս համակարգը պայքարեցի, որ առաջի դասարանը ընդունում է էլեկտրոնային համակարգով, հիմա կներեք բառից համար այնքան զարգացած է, որ բառը պետք է օգտագործել, բայց տխմար համակարգը, որը քաոս առաջացնում Երևանում, մասնավորապես այդ տրանսպորտի իմաստով եւ չես հասկանում թե ոնց են երեխեքը դնում դպրոց։ Երեխան դպրոց պետք է գնա ոտքով, տնից դուրս գա, քայլի 10 րոպե, 15 րոպե եւ հասնի դպրոց։
Բանգլադեշից Massiv из Բանգլադեշ, Չեխովի դպրոց, Պուշկինից դպրոց, այս կոմենկոմ դառնում է այդ քաոսի Որոնք Պուշկինի դպրոցի շուրջ էլ աղմուկ բարձրացավ, տեսնում եք այս շաբաթվա ընթացքում Բնականաբար այդպես պետք է լինի, որ երբ որ էլիտա է հավաքում միտեղ, այսպես կոչված չելիտաներ դառնում է էլիտա, այդտեղ արդեն ուրիշ բան է գործում, այդտեղ արդեն բանը մարդիկ երիտասարդները դպրոցական ասենք ավագ դասարանի երեխեք արդեն որ իրանք ասեն որ Չեխովի դպրոցում են սովորում, արդեն բոլորը գիտեն որ իրանք Չեխովի դպրոցում են սովորում, ես թաղի տղեկ գիտեմ որ ինքը Չեխովի դպրոցում է սովորում, ինքը արդեն իբրև է, հիմա լիքը իբրևներ հավաքվել են Չեխովի դպրոցում, արդեն այդ բանը իրանք ապրել են, այդ զգացողությունը արդեն իրանք ապրել են, որ իրանք արդեն իբրև են, հաջորդ քայլը որն է, իրար մեջ ոչ մեկ տարբերվենք, որ մեզից ով ավելի իբրև, մեզից ավելի իբրև են է, ով օգտագործում է նարկոտիկ։ Արդեն այդտեղ են սկսում իրար հետ մրցել։ Եվ այդ բանը տարածվում է, եւ Բանգլադեշի դպրոցի 10-րդ դասարանի երեխեն մտածում է, որ Չեխովի դպրոցի 10-րդ դասարանի երեխեն, որ նարկոտիկ է օգտագործում, ինքը դառնում է իբրև, ենք տալիս օրինակ որ հա, օրինակ եմ գնել 1000 ներողություն, հա, 1000 անգամ ներողություն, ես օրինակ եմ ասում։ Ինքը դա ասում ուրեմն ես էլ նարկոտիկ օգտագործում, ես էլ դառնում եմ իբրև աղջիկների մոտ, որ աղջիկները ինձ բանան են, հավան են։ Դա կամբան։ Իշ պայքարի ձևը որն է։ Կոշտ եւ միայն կոշտ օրենքներով մասնավորապես օրինակ համար պետք թեստավորում ոչ թե միայն դպրոցներում պարտադիր կամավոր հարցն է դրված որտեղ ոչ մեկ կամավոր չի գնա պարտադիր կամ ծնողը չի կարող եւ ոչ միայն բանում աննշա դպրոցներում պետական համակարգի բոլոր օղակներում պետք է թեստավորում նարվի ով որ օգտագործում է այդ իր ազնագաբանի համար իր նկատմամբ վերաբերմունք լինի չեմ ասում գործից հանեն գցեն յանեն բայց առաջխաղացում չլինի պաշտոնի բարձրացում չլինի օրինակ եմ դա համարվի խանգարող հանգամանք այդ կոշտ օրենքները պիտի արվի թե չէ բանը նենիմներով չի լինի այդ դաստիարակության վարչապետը ասենք որ արդեն սպարել է իր բարոյական նկարագիրը, բայց ես 7 տարի առաջ էի ասում, որ ինքը մտածում է թե ինքը 200 տարի ապրելու է եւ 200 տարի լինելու երկրի ղեկավար եւ մեզ բոլորիս դաստիարակելու է։ Բայց ինքը չի կարող 200 տարի ապրի, նույնիսկ եթե սպարված էլ չլիներ, չի կարող 200 տարի ապրի, ես չի կարող մեզ բոլորիս դաստիարակի։ Օրենքների միայն խիստ օրենքների այդ բնագավառում նարկո այսպես կոչված բիզնեսի այդ բաների բնագավառում որ համ երեխեքան փող են աշխատում տարածելով փող են աշխատում հեշտ փող աշխատելու տարբերակը շահագործում են երեխեքին այդ իմաստով 5-րդ, 6-րդ, 8-րդ դասարանի տղաները կարող են պատի փող աշխատեն 2 կոպեկ իրենց դուրս հենց գումարները 4-րդ դասարանի երեխաներն են տանից տանել որպեսզի նորից ձեռք բերեն այդ դեպքը որ բացահայտվել չի նշանակում այդ մի դեպքն էր ու բացահայտվեց ասենք ստափարեն չէ հարյուրավորները չեն բացահայտում հազարավորները չեն բացահայտում շատ դժվար է դրանք բացահայտելը ինչ պետք է արել թեստավորել Պարտադիր ինչ մարդու իրավունքների հարցը բանը ասենք մարդու իրավունքների բանը հարց են բարձրացնում որ մարդու իրավունքները եւ ես չեմ գտնում որ այստեղ այդքան սա նույն կրկին անվտանգային խնդիր է անվտանգային խնդիր է շատ անվտանգային խնդիր է ես ասում եմ ավագ դպրոցների 10-րդ 11 12 դասարանի տղաների համար կներեք ես բառից համար արդեն ես եմ ստիպատել դեպի բառեր օգտագործել զապադլոյա դասի նստելը զապադլո ասինքն ամոթա ոնց կարա 11-րդ դասարանի տղան արդեն նստի դասի այդ հոգեբանությունն է Պարոն Աղազարյան հարցս հետևյալն է եւ քանի որ ես բանը Ժանանդեսյան տարածօր նախարարը Վահան դա վերջ իրարից առաջ նախարարներ Բադասյան թե չի Բադասյան չէր հա Ժանանդեսյանը փոխնախարար էր արդեն Ժանանդեսյանը երևի 7 տարի 6 տարի համենայնպես ըստ էության նախարար է կարելի ասել հարց եմ տվել ասեմ տիկին Ժանանդեսյան քանի տարի դուք իրար հետևից լինեք նախարար որ մենք մի հատ շրջանավարտ ունենանք դա չհաշված է ավագ բանը հատուկ դպրոցների ֆիզմատ որ մենք մի հատ շրջանավարտ ունենանք որ բուհ ընդունվի առանց կրկնուսուցի Ես դուրս դες կտանցնեմ պարոն Աղազարյան այդպեսի երեխաների բերի այդպեսի երեխաների տանցնեմ երևի մի 5-6 հոգու ինը չարեց իհարկե չարեց եւ ոչ հարցից պատասխանեց եթե դու արդյունք չունես արտադրանք չունես ուրեմն քո աշխատանքը 0 է ուսուցիչ աշխատավարձ ես ավելացնում արհեստական թեստավորումներ ես անում տնօրեն ես ասում նշանակ տնօրեն է նշանակվում ո՞նց է տնօրեն նշանակվում ասում են բանը զարգացման ծրագիր բեր զարգացման ծրագիրը տանումա չեն հաստատում այդ հիմա ինտերնետից
առնում այդ զարգացման ծրագիրը, արդեն այդ գրողները գիտեն, գրողներն են հաստատողներն են։ Ընդ որում Մերձավանի դպրոցը 1 տարի է չունի եւ 1 հավակնորդ ունի ընդամենը այդ տնօրենի։ Որտեղ չունի բանը, ինչի է աշխատել, ինչի համար է աշխատել, այդ կաշառք բանը փոխտան արհեստական զարգացման ծրագիրը առնեն, որ հաստատեն իրաց ծրագիրը, մարդը ես քանի տարի դպրոցի մանկավարժը փորձ ունի եւ այլ զարգացման ծրագիրը գրում չեն հաստատում։ Այս ոլորտն էլ ենք տապալել։ Նկատի ունեմ իշխանությունը այս ոլորտն էլ է տապալված։ Մենք հասարակությունը համարվում է որ տապալված է։ Ես որ կրթության ոլորտը տապալված է, ոսո տապալված էր 15 տարի առաջ, ոչ մի բան չէր արվում։ Հիմա 15 տարի առաջ Հիմա գեղեցիկ դպրոցներ ենք 15 տարի առաջ դե ուրիշ բան էր, 15 տարի առաջ դե ուրիշ իրավիճակ էր։ Կաշառակելությունը բանը կներեք էլի կարտարած։ Ընտրությունների հետ կապված դպրոցի տնօրենները մանկավարժներին։ Հիմա չի կարելի ասել որ կա էլի ինչ-որ իմաստով, այդ խորությամբ չի։ Էլ ինչ-որ իմաստով կա, բայց այդ խորությամբ չի, դա լավ բան է, բնականաբար չեն կարող ասենք որ դա լավ բան է։ Բայց դա քիչ է, դա բավարար չի։ Սերունդ կրթելու, դաստիարակելու, մանկավարժի դիրքը բարձրացնելու այս ամենը։ Պետք է մեխանիզմ լինի, որ մանկավարժի աշխատանքը գնահատվի իր արտադրանքով, ասենք իր արտադրանքը աշակերտն է։ 5-րդ դասերն աշակերտ, 8-րդ դասերն աշակերտ, իր արտադրանքով պետք է գնահատվի։ Ես օրինակի համար մանկավարժ չեմ, բայց բանի ճակատագրի բերումով այնից է եղել, որ եւ իմ թորիկների հետ եմ պարապել մաթեմատիկա, ֆիզիկա բան եւ հարազատ մարդու երեխու հետ եմ պարապել, բան։ Ասենք 0-ից ես պարապել եմ իրանք ընդունվել են։ Բայց հիմա եթե մանկավարժական ինչ-որ բաներ հարցնեն, ես կարող եմ պատահի չկարողանամ այդ թեստավորումը անցնել։ Բայց ես կարող եմ երեխու հետ անես խոսամ, որ իմ ասածը ինքը ընկալի եւ հասկանա։ Եվ այդպես լիքը մանկավարժներ կան մեր իրականության մեջ, որ կարող պատահի այդքու արհեստական թեստավորումները չկարողանան հաղթահարել, բայց իրանք են գիտելիքը որ պետք է երեխուն, իրանք կարող տան։ Հետեւաբար դու արդյունքից դատի, արդյունքից, որ գյուղի բոլոր տնօրենները ասեն մեր երեխուն վերցրեք պարոն Աղազարյան դասարան։ Պարոն Աղազարյանը փոխանակ չեմ ինձ դեպի փող աշխատի, թող դաստա միջև ժամը 5-ը, օրինակի համար 2 դասարան լսնի, 2 մեն լսնի, 600,000 փող աշխատի, ինչ ոտ բան կարտե, իրանք շատ աշխատավարձ տվեք, այն մեկն է, որ հետ ամանում է մի ուսուցիչը, կամ թո դուրս մղվի, կամ թո տնօրենը կանչասի տիկին գայանն է, խնդրում է մի քիչ կովրա աշխատի, ոչ մեկը չի ուզում իր երեխին բերիստե, իսկ հակառակը տիկին գայանն այդ պատեստավորումն ասնում է, Ինչը որտեղ ունեցա Մերձավանի դպրոցում, Պարոն Աղազարյան, կրթության հետ խոսեցինք, դա ցավոտ թեմաներից է, բնականաբար, եւ հասկանալ ներողություն առեսից օգտվելով, այստեղ էլ մենք ունենք մեր ծրագրային դրույթը, Ես ուզում եմ դպրոցի տնօրենը պիտի նշանակվի համայնքի ղեկավարի կողմից։ Համայնքի ղեկավարը պիտի նշանակի դպրոցը, ասենք թե որ վերահսկողությունը ճիշտ ասենք ես հիմա համայնքի ղեկավար եմ եւ ինչ-որ մի դպրոցի տնօրենի բանը ավարտվել է, ժամկետն ավարտվել է։ Ես նշանակում եմ իրան դպրոցի տնօրեն։ 3 տարի ինքը իմ իշխանության կաշխատի դպրոցի տնօրեն եւ եւս 2 տարի էմիս։ Ես կրնեմ թե ես չեմ լինի։ Էմիս իշխանության օրը կաշխատի տնօրեն։ Իրավունք չունի էմիս իշխանությունը իրան հանի, եթե որևէ քրեական բան չկա։ Իրավունք չունի հանի, ինքը պիտի աշխատի իր բանը ժամանակը։ Ես այդ տնօրեն եմ նշանակում ում, այն մարդուն եմ նշանակում տնօրեն, որ ինքը այնպիսի իրավիճակ ստեղծի դպրոցում կրթական, բարոյական, հոգեբանական, սոցիալական իմաստով, որ տնօրենները ասեն, «Վայ, մամա ջան, ինչ լավ էր այս Աղազարյանը մեր համայնքի ղեկավար ընտրվեց։ Ես անգամ էլ ընտրվենք, որ այսպիսի տնօրեններ նշանակի մեր դպրոցում»։ Դու պատասխան տա, գանգուր ձևով նշանակում է, գանգուր ձևով բան են անում, հետո ոչ մեկի պատասխան չի տալիս։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Աղազարյան, քանի որ արդեն մեր հաղորդումը մոտենում է ավարտի, խոսենք ձեր կուսակցությունից, ձեր քաղաքական գործունեությունից, այսինքն ԶԱԴ ազգային ժողովը մի կողմ, դուք արդեն նախաձեռնել եք, պետք է գրանցվեք, ունեք արդեն ձեր վարչապետի թեկնածուն, որի մասին այսօր կհայտարարեք։ Վարչապետի թեկնածուն մենք ունենք նախ նույնիսկ շեշտում այս impeachment-ի կոնտեքստում, որ կներկայացնենք, հաստատենք վարչանիշում եւ կներկայացնենք, իսկ վերաբերում է մեր կուսակցությանը, ապա մենք փաստաթղթեր ներկայացրել ենք եւ 3 թե 3 ամիսը ստացանք մերժման պատասխան, որ ինչ-որ բաներ խախտումներ կա, դա չեք հասել ծանոթանալ եւ տպավորությունս այնպեսին է, որ մենք պետք է նորից համաժողով անենք, այդ բաները խախտումները վերացնենք եւ այլ եւ այլ։
Իհարկե դեռ չենք ծանոթացել, եթե տեսնենք, որ հիմնավորված չեն այս բաները, առարկությունները, ապա կարող է դիմենք դատարան։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ դա մեզ չի խանգարում մեր քաղաքական գործունեության համար նույնիսկ կուսակցական իմաստով, որովհետև որ եթե այդպես լինի, իշխանությունը ցանկացած մեկին եթե նպատակարար չի գտնում, որ մատնեն քաղաքական դաշտ, կարա ձգձգի բանման, հետո երբ գրանցեն ժամանակ, երբ որ խնդրեն ինչ-որ գործողություններ անցած լինեն, հետևաբար մենք Զանով չենք պայմանավորում մեր գործունեությունը, մենք ամեն ինչ կանենք գրանցվելու համար, բայց մենք նաև ունենք մեխանիզմներ քաղաքական դաշտում մնալու եւ քաղաքական դաշտում մեր ասելիքը ասելու համար։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Մասնավորապես հիմա Մասկ կուսակցությունը փաստորեն հանձնարարել է իր երկու падգամավորներին, Հակոբ Ասլանյանին եւ Հովիկ Աղազարյանին, որպեսզի նախաձեռնեն իմպիչմենտի գործընթաց։ Զանգ չհասցրեցի վերցնել։ Եվ այսպիսի մի հարց, եթե կհասցնենք, նաև զանգի կպատասխանենք, Ադրբեջանը, սա մեր ներքաղաքական իրադարձություններին անդրադարձանք, դպրոցների հետ կապված խնդիրները բավականին շատ են, կրթական ծրագրերի հետ կապված։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը միշտ աշխատանքի հետ կապված, երբ մարդիկ բողոքում են, որ լավ չեն վարձատրում, շեշտադրում է դնում է հիմնականում կրթության վրա, եւ ինչ ասում, ով որ լավ կրթություն ունի, նա հաստատ լավ աշխատանք ունի, կունենա, ով որ լավ դպրոցի պայմանները լավն են, ապա այդտեղ կրթությունը լավը կլինի, այսինքն վարչապետը ունի իր թեզերը եւ դրանով փորձում է բնութագրել այս կրթական ոլորտում տեղի ունեցող իրադարձություն, բայց իրականությունը այլ է, իրական Հայաստանում իրականությունը մի փոքր այլ է, եւ հուսանք, որ նման դեպքերի մասին խոսելով, վերբարձրացնելով մենք կփորձենք նաեւ եւ քանի որ խոսեցինք անչափահասների մասին, ես ուզում եմ մի թեմայի մասին էլ ձեզ հետ քննարկել, այլ հարց ունեի արտաքին քաղաքականության հետ կապված, բայց սա էլ քանի որ մեր փոքրիկների հետ է։ Վերջերս մենք աշխատում ենք շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների հետ, այսինքն նրանք բարձրաձայնեցին, որ երեխաները 4 ամիս է ինսուլինը չեն ստանում կամ ինսուլինի որակը վատն է, այդ երիզների, որ օգտագործում են դրանք վատն են, ազգային ժողովում ընդդիմադիրները փորձեցին այդ խնդրի մասին խոսել, բայց խնդիրը առ այսօր այնպես չլուծված, ինչպես դա պետք է որ լինի ըստ ծնողների, որտեղ այնտեղ թոշակի հետ կապված, հաշմանդամության կարգի հետ կապված, ընդհանրապես այդ շաքարային դիաբետիկ երեխաների եւ 18+, 28+ եւ այլն, դրանց խնդիրների մասին եղել են քննարկումներ։ Հիշում եք նման բան, որ ակտուալ խոստովանում եմ, որ ես նույնիսկ չգիտեի, որ երեխեքի մոտ Այո, մենք հիմա 900 երեխայի մասին ենք խոսում։ Երեխեքի մոտ ինչի՞ պիտի այդպեսի բան լինի, ոչ որևէ քննարկման ես առիթ չեմ ունեցել։ Կարող եղել է, ես չեմ ասում։ Ես ծնողների անունից խնդրում եմ այդ հարցը բարձրացնել, տեսնել ինչ իրավիճակ է, որտեղ Արսեն Թորոսյանն է հանդիպում խոստացել ծնողների հետ, արդեն մենք մեկ անգամ հաղորդում ունեցանք, որից հետո այդ ինսուլինը բաժանվեց երեխաներին, այսինքն 4 ամիս հետո։ Բայց ծնողները բողոքում են նաև ինսուլինի որակի հետ կապված եւ ընդհանրապես մանկական էնդոկրինոլոգ մարզերում չկա եւ նման հիվանդ երեխաներին ստիպված են մարզերից բերել Երևան այստեղ որպեսզի նրանք անցնեն հետազոտությունները իսկ այդ հետազոտությունները լաբորատոր բավականին թանկ արժեն։ Ես կզբաղվեմ եւ վերջին հարցս հուսով եմ որ դուք կհասցնեք պատասխանել Ադրբեջանի իր դիրքերը ամրաշինական աշխատանքները կատարելու համար ճանապարհներ է բացել Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է փաստորեն հատել։ Այս մասին հայտնում է HEDK-AM լրատվական կայքը։ Ինչի մասին է սա խոսում։ Անտառը փաստորեն հատվում է, ընդ որում այդ ծառերը հիմնականում եղել են կաղնի ծառեր են եղել։ Ես լրատվական միջոցներից եմ ծանոթացել տեղեկացել ավելի ճիշտ այդ իրողության հետ, մանրամասներին չեմ տիրապետում եւ կներեք հետեւաբար չեմ կարող որևէ։ Այդ դեպքում մենք մեկ զանգել վերցնենք եւ մեր հեռուստադիտողներին ասեմ, որ եթե մեր ժամանակը լրանա մենք ABC-ից դուրս կգանք եւ կշարունակենք մեր Patreon-ում ուղիղ եթեր, այնպես որ հետեւեք խնդրեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Նախ ես զարմանում եմ ուղղակի ինքը պատգամավոր էր թփական գործ ունեմ իր այդ ոչխարների գործով։ Լավ, արդեն չեմ ուզում նման դրամաբանությամբ եւ այդպես մեր եթերները դրա համար չեն, պարոն Աղազարյան։ Պարոն Աղազարյան, շնորհակալություն եմ հայտնում։
եւ հնարավորություն կունենանք նորից հանդիպելու, խնդիրների մասին խոսելու եւ մեր հեռուստաադիտողներին կխնդրեմ ավելի առարկայական հարցեր ուղղել, հարցերի պատասխանները ստանալ, այնպես որ մեր եթերը դրա համար է։ Հետևենք զարգացումներին։ Շնորհակալ։ Արգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։ Thank you.